տուն տինք ծել ասել կարտոփ կլպեմ ես մա ճաշեպել վասկնարա մենք էլ աշխատենք Բա միազատ չի քաշեմ ես դուս կամ դերսնի հետ ինձ զրիցանեմ քչենքի տրանը Հաստակող Կողպեցին արդեն մի քանի տարի մերժում է որդու Մոսկվայում ապրելու հրավերն ու կյանքն ապրում Տավուշի եւ Լոռու սահմանագլխին մոտ 2000 մետր բարձրության վրա սարերում որտեղ կյանքը բոլորովին ուրիշ ընթացք ունի կինն օրինակ հարմարվել է աղմուկոտ ու փոշոտ Մոսկվայի տեմպին Չի ասма ես չեմ գա այս ցեխը ոտքով ես քաղաք եմ գնում գնացնաս մոտ հետո այս 7 տարի է տղես չի եկել տղես չեմ տեսել հեռախոսով եմ տենում սա նրա հեռախոսով Հեռավոր Մոսկվաներում մի քանի շաբաթ մի կերպ դիմացել ու գլուխն առած փախել է իր սարեր Չէ միչե Ռուսաստան անունն էլ լսել չի ուզում Ինչ են գտել մարդիկ անշունչ բետոնե ջունգլիներում ասում է Թեև նկատել է հայ տղամարդիկ են կողմերում ցանկալի ու պահանջված փեսացուներ են Բանը ռուսիացիները հայերի տղեր ասնուզեին որ չխմեն իրանց լսեն աշխատեն ընտանիքին արգեն հա ընդել սա նա քաշտեր ասերարի գնանք մեր տուն նա ասել գնանք մեր տուն ինչ է ապրի Ապրելու տեղ լիներ կապրեր բայց իրեն այս անտառները կանաչ մարգագետիներն են Կոմշավարի մաքուրոթն ու ջուրը Հենա սովորել ենք այս բնությունը այս ծառերը բանը լրիվ գիտենք Գիտես քանի հետ եմ խոզեմ բհել սկզբից 2003-2010 թվերին է տրանքնում դրանից առաջ էլ կասնով գայլերի հետ կռվել եմ որ խոզը չտանեին արչերել կարճից պետքա փախչիս Արչի վտանգավորը պետքա մի քանի հոգի լի կամ ավտոմատը լի որ գլխին շարես թե չէ մի հատ երկու հատ գուլովնա չին գնում հարցակվում Եղել է ստեղ տենց դեպք Հա ստի արչուստի էլա գալի շել լիգնել է եկած Գիշերով Հա ցերեգով էլ Ձմեռը թե ամառը Ամառն է ձմեռն է Սովում է էլի գալիս է հորթաուտում կովաուտում խոզաուտում հիմնականում գայլը հիմնականում ոչխար է սիրում նա թույլ է էլի ցեն չի անում Հա նրան աուտում սկզբից հետո գոջենի աուտում հետո խոզ հետո հորթ հետո կով եթե մի քանի հատ են լում վրա են տալի կովին ուտում Նոյեմբերյանից շուրջ 35 կիլոմետր հեռավորություն ունի Գոմշավարը կամ ինչպես հաճախ ասում են Գոմշաջուրը։ Հիմա այն կարելի է ասել համարյա լքված գյուղական բնակավայր է։ 1950 թվականից առաջ Գոմշավարը փոքր համայնք էր։ 500-ից ավելի բնակիչ ունեցող զբաղվում էր անտառային տնտեսությամբ։ Հեռավոր ժամանակներում տեխնիկայի փոխարեն այս անտառներից փայտահանել են գոմեշների միջոցով։ Այստեղից էլ եկել է Գոմշավար անունը։ Անտառմշակման նախկին բնակավայրը քարաշեն երկհարկանի շենքեր ունի որոնք գոյության վերջին շնչում են։ Ընդհանրապես Գոմշավարն էլ գոյության պայքարի մեջ է։ Մի քանի տասնյակ տնտեսություններից այստեղ մնացել է միայն 4 ընտանիք։ Այս տները լիքը ժողովուրդ էին։ Բուտկեքեր էլ կար։ Այսինքն մի 40 ընտանիք կլներ։ Ոստի ասում են ժամանակին էլա 75 ծուխ։ Հիմա մնացել ենք 4 ծուխ։ Չէ ուր գնանք էլ սրանից հետո։ Ինձ ասում են արի Մոսկվա, նրան ասում են արի Ամերիկա։ Նրան էլ ասում են արի Բելգորոդ, նրան էլ ասում են իր տղեն ասում ապրանք ծախի արի գյուղ նոյեմբերյան աշխատենք, են անտառապահի տղեկն էլ լրիվ Երևան են, 3 տղա ունի, Բա ինչ կա ձեզ սարում պահում, ազատ օդը, շունչը, սովորությունը, գրանք ինչ անենք, մենք քաղաքում ինչ անենք, անելու բան չունենք, մի երկու կով ենք պում, հող ենք մշակում, ստե ապրում Գոմշավարի 4 տնտեսություններից 2-ը Գագիկ եւ Սամվել եղբայրներինն է։ Նրանց հայրը Կոզմանից է, իսկ դա կողբի սովետական տարիներին հայտնի կատնաանասնապահական պտղաբուծական տնտեսություն էր, ակումբով, բուժարանով։ Եղբայրներն այնտեղ են ծնվել, հետո տեղափոխվել կողբ, իսկ հետո թեև էլի երիտասարդ տարիքում եկել Գոմշավար։ Ու ինչպես իրենց հայրը իրենք էլ հրաժարվում են լքել այս կողմերը։ Եթե երիտասարդ տարիքում են այստեղ խաղաղություն գտել, հիմա ծերության հետ հաստատ քաղաքն այլևս չի ձգի, իրենցն այս կանաչ լեռնաշղթաներն են հարազատ դարձած անտառներն ու ձորերը։ Որ պռավում ենք են մեն անտառ, ստի թե հենց նոյեմբերյանի շրջանում թե հենց գնմեն անտառ, ասմա թուրքն ասմա հայ որ մեծանում ակեն մա անտառում խոս պահող, այդ Տավուշի մարզի մասին է խոսքը, Տավուշի մարզը ամենաշատ անտառն է Հայաստանի Դրա համար գնում խոզ են պահում, մեծանում են, կով են պահում, ոչխար են պահում, որ թոշակի են ընկնում։ Խոզը կաղին ուտում, աճար ուտում, բոխկուսերմ ուտում, տակրյանում,
քոլա ուտում, հետո կովերնել են կաղին ուտում։ Գնալու գործ չունի 79-ին մոտ Գագիկ է, ստեղ սարերում առողջ ու առույգ է մնացել։ Արջի ու Գայլի բնության տարերքի հետ կռիվ տալով ապրել են ու դժգոհ չեն։ Հաստի օդը, ջուրը, կաթն ենք խմել, մածոն ենք կերել, առողջ ենք, հա։ Բամ ես էլ եմ մշակել, ջիլել եմ արել, զտել եմ, պանիրել եմ արել։ Հիմա մեծացել ենք արդեն բան ենք անում, հորթերին ենք տալի, կովերից, հորթերից, մոզենուց ծախում, հացառում, ուտում ստի նստում։ Քանիսն ունեք։ Շատ է։ Դժվար չի հետևից վազել եք։ Հա, դժվար է, բա ինչ է։ Այդքանի թրիկը քերը, խոտը տու, խոտի սեզոնն էսա կա ամառը, այդքան տուկը քաշտու, դաս է, ձմեռնա դժվար, ավելի շատ։ Կոմշավարում կյանքը դժվար է տարվա բոլոր եղանակներին, բայց ոչ մի դժվարություն իզորու չէ ստիպել այս մարդկանց լքել այս սարերը։ Սարգիսն օրինակ 2018-ին երեխաների հրավերով իբր թե մշտական բնակության էր մեկնել Ամերիկա, Լոս Անջելես։ Ոտքս կոտրվեր չգնայի, ասում է բարկացած սարվորը, որ ինչքան սիրտն ուզի ծարավը կհագեցնի այս անտառների մաքուր ու սառնորակ ջրով, ոչ թե ինչպես Ամերիկայում էր ջուրը փողով, շնչելը փողով։ Մի լիտր ջուրը $2 էր։ Մի բաժանը ունեի մտնել ես հայերի խանութ էր, չիմ հայերն համար, խաշանոց։ Ասել է շանտը աստ ինչ անեմ, բանը $2 որ դեմ տամ, ես տելեվոնու ջուրը խմել վրաներ են դասած կամակցել։ Թողեց հրեշտակների քաղաքն ու եկավ Գոմշավար, 2 տարի առաջ նաև որդին ու թոռները եկան։ Ասում է այս անտառներում վազվզում էին ինչպես վայրի եղնիկ, ոչ տեսած էին, ոչ գիտեին, որ աշխարհի երեսին կա ազատություն, կա անվճար օդ ու ջուր։ Չուզեին էլի գնան, ազատությունին տայել երեխեքս, չուզեին գնան։ Ինձ չին վճարույ, չին փաթիկ տակ, ես վրախ ուզում ես գնան, չուզում ես արա։ Կամ նեմյանի միջին տանը չուսարի խաղարա, եղերեմ է։ Դեն դե բան չկա։ Կապազման են ասում էլի կուրպատին։ Ինքն այնտեղ բան չէր մնացել, դատվում էր։ Պարապությունից որոշել էր հարևանի բակն ավլել մաքրել, էն էլ պարզվեց Ամերիկաներում ընդունված չէ առանց կարծիք իմանալու օգնել եմ։ Ասма հրևանի դուրնել եմ ծառերի տերևնին ավլում եմ նայել ասма խես մեր դուր դախիա մեր դուրն ավլում ասма ինչին եմ պարապեմ մոտանը կոկացել էր տանը պային հարսը բժիշկա իրա տղայի կնիկը վերջը դե բաներ կա ես ոսկանը որ նոր գնաց գյուղն է ասма ստեն տան գնում չեն տանը մեն ստեն ամիլատենուկ մենք կերտանք թե կտանին մեզ Երկու եղբայրներն էլ ավարտել են Վորոնեժի անտառային ինստիտուտն ու աշխատանքի նշանակվել այս տնտեսությունում։ Ստացվում է, որ ամբողջ կյանքն այստեղ են անցկացրել ու այստեղից դուրս ամեն բան խորթ է ու օտար։ Հազվադեպ, երբ գյուղ են իջնում, այնտեղ էլ երկար մնալ չեն կարողանում։ Համատարած խաբեություն է, կեղծիք, փող աշխատելու մոլուցք, այդ ամենից փախչում ու գալիս են սարեր։ 8 տարեկան երեխա հետ խոսից քեզ կխապե։ Հա որ գնանք քաղաքում ինչ անենք։ Ու այլ մենք աշխատող չենք, իմ տեսողությունը քեզ որ նայեմ եմ մշուշոտ եմ տենում։ Ակնոցով էլա թե ինձ։ Նորազ ինձ էլ։ Նենց առողջությունը շատ չի, բայց տեսողությունս ընկել է մաքուր։ Մոտորապես եմ թրաշում, ծերս կսում եմ, բանը ստանոկը կսում, ծերս կսում եմ, ստանոկը կսում։ Էսա լա տենում։ Իմ տղին ասում եմ, ինչ ես մտածում, ասում աշխատում եմ, ապրում էլի, էլ ինչ անեմ։ Երևի շատ չի վիճակը լավ Անդի իմ տղեն էլ մի քիչ սև տղա է քինթը երկար ասма վախեցած է ճամփում մանգալի մերն ասում մեր հերու եկել էր իմ կինը ասма ավտոբուսից վերա գալի 4 կողմը նայում որ քաչալնին վրա չտան ռսնին ասեն ինչ ազգես ինչ է շինում փողուզի հենց էց է ինչ է շինում այս իմ գնաց էլի ստի կովակ թել խոտարել, լավ գերանդի քաշեր։ Մենք գերանդի քաշողնի ենք ելել առիվս։ Փոքր ենքան գործեք դրե փախելը։ Հա, շատ տանջում։ Դե գյուղացին տանջում է, էլի գիշեր ցերեկ չկա, գիշերն էլ գնում ես գոմոտենուս, որը ծնեց, իրար հարու տվին, ինչ է լավ, ինչ կա, գայլն է կա, արչն է կա, գնաց։ Մեմեն շներ կա, հաչում են, բայց արչին ինչ դին անել կամ գայլին ինչ դին անել։
Բայց այս բոլոր դժվարություններից հետո է Սարվորի աշխատանքը չի գնահատվում։ Ավելի շատ եկամուտ են ստանում ոչ թե իրենք, այլ մսավաճառներն, ասում են։ Մսավաճառը գալիս է խափում, եզդիեքերն են գալի, ասում, այսքան է, այս հորթ է, զաբուն է, այսքան միշտ չունի, մենք էլ ստիպված մինչև եփ պենք, խոտա պետք է, հացա պետք է, շորա պետք է, տալիս ենք գնում այժմ։ Բայց իրանք տանում են թանկ ծախում ժողովրդի վրա, հետո ժողովուրդն էլ նեղանում, ասում այդ ռադիոով ելով մսի տոչկա ունի, ասում մսավաճառնին գյուղացին իր ապրանքը թանկացրել է, գյուղացին կարա չթանկացնե, առևտրականին են տալ ռիվանում։ Հետո ավելացնում է գնացեք ու քաղաքացուն ասեք, որ մենք թանկացնող չենք, քչից էլ գոհանում ու ապրում են նաև չվնասելով բնությանը, որ առանց այդ էլ 90-ականներին շատ է ապականվել համատարած փայտահատման պատճառով։ Նոր երիտասարդ անտառներ են աճում, ասում է Գագիկը։ Հաստ ծառերը համարել լրիվ կտրել են, ամենաշատը կտրել է Սովետը, կոմունիստին, պլանանային ու կտրեին են հետ ծախսեին, հմի մի քիչ շնոքով են կտրում, էլի այդքան շատ վրատված կտրում չեն, դե պետք է ապագա սերունդին պետք է, չէ այդ անտառը։ Անտառների խորքերում ապրող այս մարդիկ շարունակում են իրենց կյանքը բնության հետ ներդաշնակ, հեռու քաղաքային աղմուկից։ Նրանց առօրյան հիշեցնում է, թե որքան թանկ է պարզությունը, ինքնաբավությունը և կենդանի կապը շրջապատող միջավայրի հետ։ Եվ մինչ աշխարհը շարունակում է զարգանալ աննախադեպ արագությամբ, այս հանդամասերը հուշում են մեզ վերագնահատելու մարդու և բնության փոխհարաբերության արժեքը։ Միգուցե հենց այս պարզության մեջ է թաքնված ապագայի կայուն կյանքի բանալին։ Մերի Կոլոլյան, Նարեկ Տիտանյան, Գոմշավարից, Անկյուն Գումարած 3 հեռուստաընկերության համար։